Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 11-ին ժամը 20:10-ից մինչև 23:15 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Առաջին անգամ հենց այս մարզում է գործարկվել էկոպարեկային ծառայությունը։ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը 7-4 կիլոմետր հատվածում փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 միլիոն դրամ է։ Պետության մասնաբաժինը կազմել է 70%, 104 միլիոն դրամ։ Արդյունքում Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ։ Կառավարության ղեկավարն այցելել է նաև Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ը, ավելի քան 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Իսկ սննդի հարցը դուք եք անում, թե արտապարտի վիրակացան։ Չէ, իսկ վճարովյան մանկապարտեզ, ինչքան վճարում երեխաները։ Կապանի համայնքի գրանցում ունեցել 5000, ովքեր մեր համայնքի գրանցում չունեն։ Ոնց է։ Հիմա ասիկ ես սարքել եք ֆինանսավորել։ Բացի սա օջախը և մստավորացը էլեկտրոնական, կոնկրետ խոհանոցում, մնացած այո, և զվացարան։ Իրերի տեքստորերի պարագաններ, չորանոցներ։ Անկողնային պարագաններ ծնողներն են բերում, թե դուք եք տալիս։ Համայնքը դրամադրել է ամբողջովին։ Կապանում վարչապետը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով։ Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը և ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում և կարծում եմ սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության և պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ և մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, նոր աշխատանքային գործիք, նոր ավտոմեքենա պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք շատ կենտրոնացած ենք և թվում է, թե դժվար գործ է էտա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու և աշխատելու է հին վերաբերմունքով և հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը և քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։
Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել մասնավորապես 22 հատ Isuzu D-Max մակնիշի ամենագնաց մեքենաներ, ավելի քան 331 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում։ Այն կրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ խորագիրը։ Արարատ Միրզոյանը իր խոսքում նշել է, որ պետք է կենտրոնանալ ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և աստիճանաբար լուծել բոլոր հարցերը։ Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կրկին նշել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում է Հայաստանի սահմանադրությունը, որը իբր թե այն պարունակում է տարածքային պահանջներ Բաքվի նկատմամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին էլ նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության մեջ մտնել և խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտից հետո։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը, նշված է հաղորդագրության մեջ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ունեցել է նաև այլ երկկողմ հանդիպումներ։ Մանրամասները տեսանյութում։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Էմիլ Հուրեզեանուի հետ։ Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները, խոսել բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերից։ Նախարարները անդրադարձել են նաև տարածաշրջանային կապուղիների, ապա շրջափակման հարցերի, Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագրին, ինչպես նաև դրա լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարևորությանը։ Արարատ Միրզոյանը Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ ունեցած հանդիպմանն էլ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական ներկայացուցչի նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարարները խոսել են բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների մասին։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպում են ունեցել նաև Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ։ Միրզոյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և առավել խորը համագործակցության զարգացման համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրման։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչի հետ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլեչի հետ, գրել է Ռուբինյանը։ Իր հերթին հանդիպումից հետո ճեպազրույցում Սերդար Քլեչը հայտնել է, որ քննարկել են նաև Անիի կամրջի վերականգնման հարցը։ Միացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նա ասել է, որ ցանկանում է, որ Իրանը լինի հիանալի, մեծ, երջանիկ երկիր, բայց չունենա միջուկային զենք։ Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունենալու։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Փակ դռների հետևում ավելի քան 4 ժամ տևած բանակցությունների հիմնական թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը առանց մանրամասներ հայտնելու նշել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ։ Երևանում մեկնարկել է հազվադեպ հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ պատահող հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների եւ բուժման մեթոդների ներդրմանը, ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Երևանում երկրորդ անգամ անցկացվում է բուժմիություն միջազգային գիտաժողովը, որը միավորել է տարբեր երկրների 200 բժշկական մասնագետի, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում առնչվում են գենետիկ հազվադեպ հիվանդությունների հետ։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, այս հիվանդությունները հաճախ ավելի տարածված են, քան համարվում է, եւ նման միջոցառումները կարևոր են ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար։ Մենք փորձում ենք տեղի մասնագետների հետ ոչ միայն sense դասախոս լսող կապ ստեղծենք, այլ բժիշկ կապ ստեղծենք, որպեսզի հետագայում, երբ որ մենք ստեղ ունենանք նման խնդիր, մենք կարող ենք հեշտությամբ հեռախոսը վերցնել կամ էլեկտրոնային փոստը բացենք, նամակ գրենք, որ գիտես ինչ հարգելի է, ինչ ես sense պացիենտ ունեմ, խնդրում եմ ինձ օգնի, եւ ես համոզված եմ, որ այդ օգնությունը լինելու է։ Իսկ շատ հաճախ ոչ թե դեղորայք է պետք, ոչ թե ինչ որ բարդ թանկարժեք սարքավորումներ են պետք, ոչ անհրաժեշտ է մի քիչ ավելի փորձառու մասնագետի խորհուրդ եւ ամեն ինչ կգնա իր հունով։ Այ մենք փորձելու ենք մեր միջոցառման վերջնարդյունքը պրոդուկտը լինի այն կապերը լինեն, որոնք հնարավորություն կտան հետագայում մեր բժիշկներին ազատորեն շփվել իրենց գործընկերների հետ արտերկրից։ Մի փոքր ավելի ուշ բուժվող հիվանդություններ, այլ ոչ անբուժելի, սա կարևոր է, որ հասկանա եւ բժիշկը եւ բուժառուն, նշեց գենետիկ հիվանդությունների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ալյոնա Կուտուրովան, հավելելով, որ անհրաժեշտ է հիվանդությունները դիտարկել տարբեր տեսանկյուններից եւ հենց այդ նպատակով էլ մասնագետները միավորվել են։ Մենք շարժվում ենք դեպի ապագան։ Իրականում, երբ հիվանդը տառապում է հատկապես անբուժելի հիվանդությամբ, թվում է, թե ամեն ինչ ավարտվում է այստեղ եւ հիմա։ Գենետիկ հիվանդությունների, հազվագյուտ հիվանդությունների ուսումնասիրությունը միշտ ապագայի մասին պատմություն են։ Այսօր 21-րդ դարում մենք ունենք այդքան շատ տարբեր ուսումնասիրություններ եւ մոտեցումներ գենետիկ հիվանդությունների նկատմամբ, որ թե հիվանդի, թե բժշկի համար կարևոր է հասկանալ, որ սա ավարտ չէ, կա ապագա, որի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Գիտաժողովին մասնակցում էր նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ով ընդգծեց գենետիկ հազվադեպ հիվանդությունների դեպքում առաջնահերթ է ոչ միայն կանխարգելումը, այլև դրանց լիարժեք եւ ժամանակին իրականացվող բուժումը։ Առողջապահության նախարարության արվեստականության եւ մաշկաբանության ազգային կենտրոնը համատեղ բժշկական ասոցիացիայի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ կազմակերպել այս կոնֆերանսը, որպեսզի ընթացքում ներկայացվի շատ արդի տեղեկատվություն ամբողջ աշխարհից, ինչպես է պետք է այդ հիվանդությունները հայտնաբերել եւ ուժել, որպեսզի նույնիսկ Հայաստանում ճիշտ է շատ քիչ դեպքեր են հայտնաբերում, երբեմն այս հիվանդությունների շարքում կան հիվանդություններ, որոնք կարող է տարիներով չհայտնաբերվել, տարվա ընթացքում մեկ հիվանդի մոտ հայտնաբերել, բայց նույնիսկ այդ դեպքում պացիենտին կարողանանք պատշաճ մակարդակի բժշկական օգնություն տրամադրել։ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով էլ հազվադեպ հիվանդությունների բուժման որակից է կախված բժշկության ապագան ամբողջ աշխարհում։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ 6 ամիս Հայաստանում մնալուց հետո Անահիտ Աստվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխը եւ ձեռքը կվերադարձվեն Բրիտանիա։ Այս ամիսների ընթացքում Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ խորագրով ցուցահանդեսը ռեկորդներ է գրանցել այցելուների թվով։ Ցուցադրության արդյունքները ամփոփվել են մամուլի ասուլիսում։ Անահիտ Աստվածուհին հայրենիք վերադարձավ անկախության օրը եւ դարձավ անկախությունից հետո Հայաստանի մշակութային կյանքում բեկումնային։ Ըստ բրիտանական թանգարանի կայքի Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել։ Ի վերջո Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։ Մինչ այս Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չէր ցուցադրվել։ Հայաստանի անկախության օրվանից սեպտեմբերի 21-ից սկսած Անահիտը 6 ամիս ու 21 օր ցուցադրվեց Հայաստանի պատմության թանգարանում Մայր Աստվածությանը վերաբերող նմուշների հետ։ Կրելով Մայր Աստվածություն Անահիտից
Մարիամ խորագիրը։ Այն դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաշատ այցելված ցուցադրությունը, ունենալով ավելի քան 55,800 այցելու։ Շատ կարևոր էր արձանագրել, որ եղել է նաև կրկնակի, եռակի, նաև շատ անգամ այցելություններ, որը թանգարանի ամենակարևոր խնդիրներից մեկն է լուծում, սա ձևավորում է թանգարան այցելելու կարևոր մի մշակույթ։ 20-ից ավելի տարբեր միջոցառումներ, 160-ից ավելի լրատվական եւ նաեւ զանգվածային լրատվության արձագանքներ, նոր հուշանվերային տեսականի նաեւ համագործակցության միջոցով հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը եւ ընթացքում է նաեւ հայերեն պատկերագրքի պատրաստումը։ Պատմության թանգարանի տնօրինությունից հայտնեցին, որ ցուցահանդեսից գոյացած միջոցներով փակվել են բոլոր ծախսերը։ Նաև դրանց հաշվին թանգարանը ձեռք է բերել նոր սերվերային համակարգ, որով հնարավորություն կլինի ստեղծելու թվային բովանդակություն։ Իդեպ ցուցադրությունը կազմակերպելու համար արվել է վերջին տասնամյակներում Հայաստանում ցուցադրությունների համար իրականացված ամենախոշոր ներդրումը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ փաստեցին, որ այդ ցուցադրությունը դրականորեն է ազդել հանրության կողմից թանգարաններ այցելելու ցուցանիշի վրա։ Կարող եմ ասել, որ այդ գործընթացը բավականին հեշտացել է եւ արդեն իսկ մենք ամենտեղ կարողանում ենք ասել, որ ունեցել ենք նման լուրջ համագործակցություն բրիտանական թանգարանի հետ, որը մեր համար արդեն ավելի շատ դռներ է բացում։ Եվ այլ հեղինակավոր թանգարաններ, երբ որ տեսնում են այս համագործակցության փաստը, ավելի պատրաստական են դառնում մեր հետ աշխատելու process-ում։ Մայր աստվածություն Անահիտից Մարիամ ցուցադրության ընթացքում, ինչպես նշեցին կազմակերպիչները, Հայաստանը ստիպված է եղել ընդունել անվտանգության եւ լոգիստիկ նոր կանոններ, որը նույնպես դրական է ազդում միջազգային համագործակցություններ ստեղծելիս։ Հայաստանում Բրիտանիայի դեսպանը նկատեց, որ այս ցուցադրությունով տեսանելի էր Անահիտ Աստվածուհու մշակութային կարևորությունը Հայաստանի համար։ Այս ցուցադրությունը առանձնահատուկ հնարավորություն է Հայաստանի ժողովրդին կապվել իր մշակութային ժառանգության հետ, ինչպես նաև ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար լավ հնարավորություն էր ճանաչել Հայաստանն ու Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը։ Մեջբերումներ պատմական էջերից, պատմական փաստեր հին հայկական սովորույթներից։ Ցուցադրության պաստառները պատմում էին հայկական մշակույթի մասին, ընդգծելով մոր եւ կնոջ պաշտամունքը հայկական ինքնության եւ մշակույթի մեջ։ Դրա լավագույն օրինակներից է նաեւ Մայր Հայաստանի գաղափարը։ Կնոջ պաշտամունքի այսպիսի խորը ավանդույթներ ունեցող մշակույթի համար պատահական չէր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանի առաջին ոսկե հուշադրամը թողարկվել է պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի պատկերով։ Թրիսիմե Ավակյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։